Այսպես, սերի հեռուստատողներ, մեր հյուրը Շանթ Հարությունյանի կինն է, Ռուզաննա Բադալյանը, բարեկոտիկին Ռուզաննա, շնորհակալություն մեր հավերը ընդունելու համար։ Ես ուզում եմ մենք գանք սկզբից, դուք նախորդ գիտեիք, որ նման արարք հնարավոր է լինի, թե ոչ։ Նախքան նոյեմբերի 5-ը Շանթը կիսվել է ձեր հետ, խնդրում եմ մեկնաբանել։ Նախ ասեմ, որ 2 տարի արդեն Շանթ Հարությունյանն ասում էր, որ ինքը հեղափոխություն է անելու, քանի որ ընտրություններով այլևս հնարավոր չէ հասնել իշխանափոխության եւ Հայաստանում ավելի էր խորանում ճգնաժամը։ Եվ նա որոշեց, որ պետք է անպայման դիմել հեղափոխական քայլերի։ Բայց հեղափոխություն, ասում էր, ամեն բոլոր միջոցներով, եթե կարելի է խաղաղ, եթե ոչ, բոլոր միջոցներով ինչ որ հնարավոր է հեղափոխություն իրականացնել։ Դե սկզբնական շրջանում ինքը մտադիր էր իր շուրջը հավաքել մարդկանց, համախոհների, մոտ 3-ից 5,000 մարդ, դա ինքը գտնում էր, որ այդքան մարդիկ բավական են, որպեսզի իրականացնեն հեղափոխություն։ Բայց ինչպես տեսնում ենք, դա չհասցրեց այդքան մարդ հավաքել։ Միգուցե հասարակության մեջ կային, միգուցե չկային այդքան մարդիկ, որ պատրաստ էին գնալ հեղափոխության, բայց շատ կարճ ժամանակում իշխանությունները վերջ դրեցին այդ նրա նախաձեռնած գործին։ Այսինքն դուք գիտեք ընդհանուր մտադրության մասին, թե գիտեք, որ այդ օրը, այդ ժամին, այդ ձևով այո, հեղափոխություն իրականացնելու մասին գիտեի։ Այդ օրը միանշանակ կազմակերպելու էր խաղաղ երթ անոնիմուսների։ Բայց այնքան խաղաղ չէր, համաձայնվեք։ Դա հիմա վիճելի հարց է, թե ինչի այդպես եղավ։ Եթե թողնեին Շանթին տեսակցեին, ես միգուցե կարողանայի հիմա հստակ ասել, թե ինչու այդպես ինքը արեց, բայց այդ օրը պետք է լիներ խաղաղ երթ։ Այնտեղ բազմաթիվ դեպքեր կամ բազմաթիվ իրավիճակներ կա, որ դրա ապացույցներն են, որ իրենք պատրաստ չէին այդ օրը այդ նման վիճակին։ Բայց որքան ես գիտեմ, ինչքան որ իմ ականջին լուրեր են հասել, այդ օրը առավոտվանից արդեն ոստիկանությունը կամ սադրիչները փորձել են ինչ-որ ձև միջամտել եւ Շանթը զգացել է նրա այդ վիճակը, այդ հայտարարությունները պայմանավորված են դրանով, որ արդեն նա զգացել է, որ իրեն չեն թույլատրելու երթը կազմակերպելու համար։ Եվ ասեմ, որ Շանթը ազնիվ է եղել հենց այդ օրն էլ, դրանից առաջ եւ ընդհանրապես միշտ նա շատ ազնիվ է եղել, ինչը հակառակ կողմը ազնիվ չվարվեց նրա հետ։ Նա ասեց, որ ես ունեմ այդ պայթուցիկները, ունեմ փայտեր եւ իրականացնելու եմ իմ երթը, եւ եթե բռնությունը իրականացվի իր դեմ, ինքն անպայման հակադարձելու է։ Եվ նա ասեց մի կարևոր բան, որ սադրիչներին վերացրեք այդ ամբողջի մեջից։ Նա տեսել էր երևի, զգացել էր այդ ամեն ինչը։ Բայց փաստորեն հակառակ կողմը չլսեց նրա կոչերը։ Բայց Տիկին Բադալյան, համաձայնվեք, որ պայթուցիկներով, փայտերով, ձողերով այնտեղ Շանթը էլի արսենալ թվարկեց, խաղաղ երթի չեն գնում։ Համաձայն եք։ Դա արդեն երբ իրենց արածների արդյունքում է Շանթը ինչ որ այդ վիճակի հասել, բայց ինքը հաստատ այդ փայտերով նաև նախագահականը չէր գնում գրավելու։ Շանթին ճանաչողները բոլորն էլ գիտեն եւ մենակ այստեղ Շանթը չէր, նրա հետևից կան նաև մարդիկ, բոլորն էլ գիտեն, որ փայտով ու այդ պայթուցիկներով, որ ընդհանրապես էֆեկտներ էին ստեղծում, նախագահականը չէին կարող գրավել։ Նա ուզում էր ամեն կերպ իր իրավունքն իրականացնել երթ կազմակերպելու, որն առավոտից փորձում էին խոչընդոտել։ Իմիջիատ տարօրինակ չէ, որ Շանթը հայտարարում էր մենք ունենք այս փայտերը, ձողերը բերել շարել էին, պայթուցիկները դրել են, բայց ոստիկանությունը ոչ մի գործողություն չկիրառեց կանխելու համար։ Իհարկե շատ տարօրինակ է, եթե իրանք ասում էին, որ դրանք հիմա ռազմամթերք են, այսպես որ թող նախորոք վերցնեին։ Իսկ հիմա հենց այդ նույն պայթուցիկների, այդ փայտերի հիման վրա իրենք քրեական գործ են հարուցում, եթե այսպես ասենք, եթե Շանթն ասեր իմ ձեռքին ատրճանակ է, հաստատ կվերցնեին, չէ, բայց եթե ասում է պայթուցիկ ու չեն վերցնում, նշանակում է չեն դիտարկել որպես ռազմամթերք։ Եվ ես ասում եմ վստահ, որ արդեն ծայրահեղ վիճակ էր ստեղծվել Շանթի համար ու ինքը գնաց ինքնազոհողության, որ ամեն կերպ պետք է անցկացնեմ իմ երթը ու վերջ, որովհետև չէր կարելի, ասենք, այլևս այդ վիճակը ինքը չէր ընդունում։ Ոնց էր վիճակի նրա ընկալումը, ինչ էր նա մտածում։ Ուրեմն ես ասեմ, որ սկսեմ նաև նրանից իմ համար շատ կարևոր է այդ փաստը, որ շատ այս 2-3 ամիս համարյա կլինի արդեն բազմաթիվ կարծիքներ եմ լսում ես ինքս էլ Շանթի վերաբերյալ, նրա ընկերների վերաբերյալ, եւ լավ եւ վատ ու շատ են լինում նաեւ այնպիսիները, որ ասում են փորձում էր աթոռ զավթել։ Ուղղորդված էր
ուղղորդված էր, այո, ես կանդրադառնամ նախ ասեմ Աթոռի համար, որը շատ տարօրինակ է, մարդիկ խոսում են Շանթի մասին, նրա ընկերների մասին, ընդհանրապես չճանաչելով նրան։ Շանթը ունի պատմություն, անցյալ, եւ այդ պատմությունը ինքը սերունդներով է գալի այդ պատմությունը։ Այսինքն, ոնց ասեմ, նա Հայաստանի անկախության համար դեռևս սովետական միության տարիներին պայքարել են նրա պապը, հայրը, հորեղբայրը, բռնադատվել են, նաև ինքն էլ պայքարել է, արդեն սկսել է պայքարել, ուղղակի սովետական միությունը փլուզվեց եւ իր պայքարն արդեն այսպես կոչված անկախ Հայաստանում էր, հա։ Եվ հետո 88 թվականից ինքն անձամբ դրանից առաջ էլ եղել է պայքարի մեջ եւ շատ ակտիվ է եղել եւ ռազմաճակատում եւ բոլոր ժամանակներում ինքն ակտիվ գործունեություն է վարել եւ իր միակ նպատակը ազատ անկախ եւ Հայաստան ունենալն է։ Եթե վերցնենք Աթոռի գնար, նա արդեն գնացած կլիներ եւ արդեն 50 տարեկանի մոտ նոր չէր որոշի, որ այդ միջոցով գնար էլի Աթոռ նվաճելու։ Եվ ասեմ, որ ինքը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել Աթոռ ունենալու, ինչպես նաև հարստություն ունենալու, բայց չի գնացել նրան։ Այսինքն այդ ամբողջ պայքարը նա յուրահատուկ մարդ է, յուրահատուկ սերնդի մարդ է եւ իրեն այդպիսի բաներ բնորոշը առնվազն այդ մարդկանց կողմից, չգիտեմ, էլի, երևի մարդիկ չեն կարողանում հասկանալ ինչ է ինքնազոհողության գնալը, հանուն ազգի, հանուն պետության, հանուն բարգավաճ լավ երկիր ունենալու։ Դրա համար է նման բաներ են ասում։ Մեկ, երկրորդը իշխանության կողմից դրանք էլ լուրջ չեն։ Էլի եմ ասում, ուղղորդված լինելը նկատի։ Ու իհարկե ուղղորդված լինելը, ինչպես ասում են, որ դրսի ուժերի կողմից ինքը ուղղորդված է, դրանք բոլորը հերյուրանքներ են ու չեն համապատասխանում իրականությանը։ Ես հիմա երևի ձեր տաղավարից կոչ եմ անում ուղղակի մեր ժողովրդին, Շանթը այդքան շատ չեն ճանաչում։ Քաղաքական ուժերը շատ լավ ճանաչում են Շանթին ու իրանք շատերը գիտեն, եթե միտումնավոր հայտարարություններ չեն անում, ուրեմն իրանք Շանթին շատ լավ են ճանաչում, բայց ժողովուրդը քիչ է ճանաչում եւ ես հիմա կասեմ, եթե ուզում են Շանթին ճանաչեն, ինչ տեսակը ճանաչեն, եւ ինքը ինչու դուրս եկավ այդ պայքարի, թող այսօր կարդան, լսեն, համացանցով բոլոր նյութերը կան։ Նա շատ པարզ ճշմարտություններ է ասում։ Պարզ ճշմարտություն ժողովրդի համար, մեր ժողովրդի տրամաբանության համար, մեր իշխանությունների գործելավոճի համար։ Եվ եթե մարդիկ ճանաչում են Շանթին, նրանք արդեն մի կողմ կդնեն այդ փայտի ու պայթուցիկի այդ վիճակը, որ ասեն հա փայտն ու պայթուցիկով եւ կհասկանան թե նա ինչ էր ուզում, ինչ էր անում։ Եվ այստեղ մի բան էլ ասենք շատ են խոսում նաև այդ բերթերի դռները բացելու մասին, ասում են, օ, ինչ է, էլի գնա բերթի դռները, այո, իրոք այդպես է։ Այսօր մենք մեր քրեակատարողական հիմնարկներում գիտենք, որ շատ անմեղ մարդիկ կան ձերբակալված կամ այնպիսի վիճակում ստեղծված մարդիկ, որոնք ուղղակի 1-2 մետր մալուխ գողանալու համար դատապարտվել են, հավ գողանալու համար դատապարտվել են ու դա արդեն բերում է այս ընդհանուր համակարգից է, որ այդ մարդիկ միգուցե լիներ այնպիսի վիճակ, ճիշտ է, գողությունը ամեն դեպքում չի թույլատրվում, բայց եթե հիշում եք թշվառների մեջ Ժան Վալժանն չէ, այդպիսի մի փոքրիկ բանով հասավ մեծ դատապարտյալ դարձավ, հետո եւ նրա ամբողջ կյանքը փոխվեց ընդհանրապես մի բանի համար, որ նրա քրոջ երեխաները հիվանդ էին, սոված էին եւ նա ուզեց հաց գողանալ պատուհանի ապակին կոտրելով ու կյանքը փոխվեց, այսինքն դա նույնիսկ մեր մեծ դասականներն են այդ մասին բարձրաձայնել, այսինքն ճիշտ է, էլի պետք է մարդուն հասկանալ։ Արտիկին Ռուզանա, ինչ փոխեց Շանթը։ Ինչ փոխեց Շանթը, այսինքն ինչի հասավ Շանթը։ Շանթը եթե նա այսօր գտնվում է քրեակատարական։ Գիտեք, իմիջիայլոց այդ մասին շատ ասում են մարդիկ, բա իրեն պետք էր։ Եթե սկսենք իրեն ընդհանրապես պետք չէր հայտնվել բերթում, հոգեբուժարանում, դատապարտյալների հիվանդանոցում, դա ինքը իր համար չէր անում, նա անում էր իր իդեալներն իրականացնելու համար։ Ու այսօր պետք է այնպիսի վիճակ լիներ, որ Հայաստանում մարդիկ հասկանային, որ ասենք այլևս մարդկանց արժանապատվությունն է նսեմացած, մարդկանց ազատությունն է կաշկանդված եւ դուրս են եկել։ Եվ ինչ Շանթը տվեց այդ ազատության զգացողությունը։ Շանթը գնացել ինքնազոհողության, մարդիկ արդեն պետք է իրանք ընկալեն ու դուրս գան իրանց ազատության համար, իրանց արժանապատվության համար։
Նա իր գաղափարները դա փորձել է տարածել 20 տարուց ավելի է, 25 տարի է, ինքը բազմաթիվ հոդվածներով, հրապարակումներով, հաղորդումներով փորձել է մարդկանց ցույց տալ։ Իհարկե, շատ հրապարակային չի եղել, մարդիկ շատ չգիտեն, բայց դա իր մեղքը չի եղել։ Ամեն անգամ միշտ էլ կաշկանդել է նրան այդ խոսքը, ինքն արտահայտվել է, այսինքն հրապարակային չի դարձել, որտեղ մեր լրատվամիջոցները համապատասխան ձևով կամ իշխանությունները, չգիտեմ, դեմն առել են, այսպես կոպիտ ասած։ Նախ ասեմ, որ պետության մեջ ինքը գտնում էր, որ պետք է պետություն ունենա քաղաքացի կերտված, քաղաքացի լինի, այսինքն որ ունենա ազատություն, եւ եթե մարդը ինքն անձամբ չունի այդ ազատությունը, նա չի կարող զգալ երկրի ազատությունը ինչ է։ Եթե մարդը անձամբ ինքը արժանապատիվ չի, արժանապատվություն չունի, երկրի արժանապատվության մասին խոսք լինել չի կարող։ Նա տարածում էր համամարտկային գաղափարներ կրող է, այսինքն Տիկին Բադալյան, տեսեք, շատ շանթի են դիմախոսներ, ասում են այսպես, բոլշևիկները երբ որ եկան իշխանության, նրանք նույնպես համամարտկային գաղափարներ էին ասում, հավասարություն, եղբայրություն եւ այլն, կոմունիզմ, բայց նրանք եկան, տեսանք ինչ մեթոդներով եւ ինչի հասան։ Արդյոք համամարտկային գաղափարներ ասելը, նույնիսկ դավանելը կարող է արդարացնել մահակներով, պայթուցիկներով փողոց դուրս գալ։ Նույնիսկ եթե ոստիկանը քո դիմացը փակել է, նույնիսկ եթե դու գտնում ես, որ նա սխալ է արել, որ քո դիմացը փակել է։ Իսկ ձեզ ինչ է թվում, Շանթը էլ ինչ պետք է աներ։ Երբ որ 25 տարի ինքը խաղաղ ձևով ուզում էր, ասենք, ինքը իր այդ գաղափարները տարածել։ Երբ որ 5 օր ընդամենը այնտեղ հավաքվել է, նստել է նստացույցի ու փորձում էր խաղաղ երթ անցկացնել ու իրեն դեմ են դուրս գալի ու գիտեր արդեն ինչ էր կատարում։ Նա շատ լավ հասկացավ այդ օրը, որ այդպես է լինելու։ Ինձ այդպես է թվում համենայն դեպս։ Շատ լավ գիտակցեց ու հասկացավ։ Եվ այդ նուրբ պահը, որ այդ ժիլետը ոնց էին ասում, հա, հանեց որդուն, զրահաբաշխոնը, հա, որդուն հագցրեց։ Նա շոու չէր։ Ինքը շոու անող մարդ չի։ Ուղղակի այդ վիճակում տեսա, որ արդեն հնարավոր է իր դեմ դուրս գալ, բայց նա պիտի աներ իր երթը։ Չուզեց ընկրկել, չուզեց իշխանություններին դեմ, ոնց որ ասած, գնալ նրանց ուզածին։ Տիկին Ռուզանա, ավելի ճիշտ չի լինի, որ նա այսօր լիներ ձեր կողքին, իր որդու կողքին եւ շարունակեր իր պայքարը իր հրապարակախոսությամբ, քաղաքական, ավելի ճիշտ չէ լինի այդպես։ Բայց երբ որ հրապարակախոսությամբ ինքը արդեն 25 տարի պայքարում է ու արդեն երկիրը հասել է այն վիճակի, ըստ իրեն, ծայրահեղ վիճակում է հասել երկիրը ու ոչ օգուտ չի տվել այդքան տարի պայքարելը։ Եվ իզուր չէ, որ ասում է պետքա միայն հեղափոխություն։ Հայաստանում ընտրություններ չեն իրականացվում, ընդհանրապես դա բոլորին է հայտնի։ Հայաստանում, եւ ես սա ասում եմ Շանթի իր մտածածը նաեւ էլի, Հայաստանում նշանակով են բոլոր մեր Բայց դա գիտենք, բոլորս գիտենք։ Դա բոլորս գիտենք եւ արդեն այն վիճակն է, որ պատկերացրեք սերունդներով իրանք պայքարել են Հայաստանի անկախության համար։ Հիմա Հայաստանը ունի այդ անկախությունը, իհարկե դա մենք չենք նվաճել, ուղղակի մեզ տրվեց այդ անկախությունը սովետական միության փլուզման հետևանքով, ու հիմա փաստորեն կանգնած ենք էլի Հայաստանը կորցնելու վտանգի առաջ։ Էլի Հայաստանը բռնակցում են Ռուսաստանին։ Այդ իրավիճակում մանավանդ սեպտեմբերի 3-ից հետո Մաքսային միությանը միանալու այդ բոլոր քայլերը, այդ իրավիճակում Շանթին այլ ելք չէր մնում։ Սեպտեմբերի 3-ի որոշումը ազդել է Շանթի որոշման վրա։ Ամեն դեպքում ինքն իրականացնելու էր հեղափոխությունը, քանի որ հստակ նա ասում էր, որ 300 տարի է եւ ավել Ռուսաստանի շահերը չեն համընկնում հայ ժողովրդի շահերի հետ։ Բայց այդ գիծն ինքն ունի։ Եվ այսօր փաստորեն կանգնել ենք մի խնդրի առաջ, որ Հայաստանի անկախության համար պայքարողները, որոնք ասենք սովետական միության տարիներին պայքարում էին, այսօր նույն մարդիկ նորից սկսել են պայքարը կամ նրանց սերունդները, Շանթը, Վրեժ Զատիկյանը, ԱՄԿ-ի հիմնադիր Ստեփան Զատիկյանի որդին Պարուր Հայրիկյանը, այսօր էլի պայքարում են Հայաստանի անկախության համար։ Տեսեք Ռուզանա, այս ձեր ասածը ունի մեդալի երկու կողմ։ Արդյոք այս արարքը նաև չի նշանակում, որ եթե որևէ մեկը դժգոհ է իշխանությունից եւ գտնում է, որ իշխանությունը կործանում է երկիրը, նա կարող է փայտն ու պայթուցիկը կամ ավտոմատը վեսնի եւ դուրս գա փողոց գնա հեղափոխություն անելու։ Դուք պատկերացնում եք այդ տրամաբանությամբ մենք ինչ երկիր կկառուցենք։ Այսինքն հերթական անգամ, երբ որ ինչ-որ մեկը դժգոհ է իշխանությունից գտնում է, որ իշխանությունը կործանում է երկիրը, իսկ դες մարդկանց պակաս չկա մերկում, նա միանգամից վերցնում է եւ գնում է հեղափոխություն անելու։ Մենք այդպես երկիր չենք կառուցի, չեք կարծում։
Իսկ դուք ինչպես եք գնահատում, որ ասենք նա հեղափոխություն իրականացնելու իրավունք ուներ, չէ՞։ Երդ անելու իրավունք չուներ։ Ամեն մարդ ինքը մտածի, որ իշխանությունը վատն է, կործանում է երկիրը, մեկը կսխալվի, մեկը ճիշտ կմտածի, եւ ամեն անգամ տես մտածելուց նա իրեն իրավունք պահի ուժ կիրառի իշխանության դեմ։ Մենք ուր կհասնենք։ Գիտեք ինչ, հեղափոխությունները միշտ էլ եղել են։ Դե հիմա ճիշտն ու սխալը այստեղ չեն քննարկում, ճիշտ ճանապարհը։ Եթե մարդը գտնում է, որ երկիրը կործանման եզրին է, նա պետքա գնա հեղափոխության։ Ու ասենք մեր մոտ ժողովրդի մոտ վախի մի ահավոր մթնոլորտ է, նա գտնում էր, ասում էր, որ եթե ժողովրդի մոտ իմիջիալոց ասեմ, ժողովրդների մեջ այնպես չի, որ բոլորը 50, 60, 70% գալու են կանգնեն հեղափոխականների կողքին։ Դա Շանթը բազմիցս էլ է ասել, որ այդ հիմնական հեղափոխությունները մեծ Բաստիլի գրավումը կամ բոլշևիկյան հեղափոխությունը, որ իրականացվել է, շատ քիչ մարդկանց թվով է դա եղել։ Ու այստեղ կամքն է կարևորը։ Մարդ ինչի է ձգտում, դա է կարևորը։ Իսկ նման դեպքում, եթե մարդն ինքը ուզում է հեղափոխություն անել, բայց սադրել, որոշակի քայլեր անել, հենց սկզբից իր գաղափարները մերցնել, լռեցնել իր գործողությունները, արդեն բերելու էր այդ վիճակին։ Ես նորից եմ կրկնում, այդ օրը խաղաղ երթ էր լինելու։ Միգուցե նա, իսկ գիտեք մի բան ասեմ, էլի, ինչի համար ասենք հիմա անդադ հեռուստաընկերություններով տարբեր դնում են մենակ այդ փայտերով այդ կռվի պահը, պայթուցիկների պահը։ Բա դրանից մի քանի օր առաջ որ Շանթն ասում էր թե ինչի հեղափոխությունն է, արժե համակարգի հետ կապված, որ արժեքների հեղափոխություն է իրականացնում, որ պետք է լինի հավասարություն, ազատություն, եղբայրություն, այդ ամեն ինչը, այսինքն դրանք դնենք բոլորը մի կողմ եւ այդ պահին ոստիկանների կամ չգիտեմ սադրիչների գործողությունների արդյունքում այդ բախումները վերցնել ու Շանթին ներկայացնել այդպես դա ճիշտ չէ։ Շանթ ինքը գաղափար կրող է։ Ինչքան էլ ինքը այդպես է խոսում, ինքը մեծ գաղափար կրող է եւ նրա ամեն մի խոսքը մեծ արժեք է, ես դա չեմ չափազանցնում։ Կին Ռուզան, այդ բaragam նայենք շատ գործնական տեսակետից։ Ինչի հասավ Շանթը։ Արդյոք ոգևորվեց մեր հասարակությունը, արդյոք վախի մթնոլորտը փոքրացավ, քչացավ, արդյոք ծնվեցին նոր մարդիկ, ովքեր գալիս են ասում են այսպես ապրել, ինչ փոխեց։ Ուրեմն երբ մենք զրուցում էինք, ես Իհարկե կարելի է գեղեցիկ ասել, որ այո, նա գնաց, նա իրեն զոհեց եւ այլն, բայց ինչի հասավ։ Բացի նրանից, որ սեփական առողջությունը եւ այժմ նա գտնվում է Ուրեմն ասեմ, երբ մենք զրուցում էինք, ես միշտ ասում եի, որ քո կողքին ժողովուրդը չի կանգնի, որտեղ մարտի 1-ից հետո մենք այդպիսի դեպքեր տեսանք ու ժողովուրդն արդեն ոնց որ հուսալքված լիներ, ինձ այդպես է թվում, չի կանգնի։ Նա ասում էր, որ փաստորեն ինձ թվում է եւ շատերին է թվում, որ մեր ժողովուրդն արդեն այսպես ասած մեռնող քաղաքակրթություն է, մեռնող ժողովուրդ ենք, պայքարի ոգի չունենք, նորը ստեղծելու ունակ չունենք, իմունիտետ չունենք։ Նա ասում էր, որ լինում են, որ մեռած ժողովուրդներ, որ մեռնող ժողովուրդներ եւ մի այսպես իր խոսքն եմ ասում, տալչոկ կայծ ու կարող է նա նորից ասենք վերարտադրվել մեծ գաղափարի մի խոսքով ինքը կարծում էր որ եթե կան եթե չէ այսինքն ինքը գնաց իրականացնելու կամ մահ կամ ազատություն այդ տարբերակով այ հիմա այնպես չի որ ինքը չէր մտածել որ այս վիճակի կհասնի միգուցե հասնի նաև այս վիճակին գիտակցված ինքը գնացել է իր գաղափարներն իրականացնելու Ես նորից եմ կրկնում, նրա տեսակն է այդպիսին, շատ մարդիկ չեն հասկանում առ այսօր, նա ինքնազոհողության գնացող տեսակ է, մարդիկ այո չեն հասկանում, իրենց գրպանի 10 դրամը չեն ուզում զոհաբերել հանուն ինչ-որ նպատակի, բայց նրա կյանքն է եղել, նրա ամբողջ պայքարն է եղել Հայաստանը ազատ անկախ տեսնելը Հիմա նա զգում է այդ վտանգը եւ արդեն այդ սահմանագծին է իր զգացածով նա սահմանագծին է մեր երկիրը հասել կործանման սահմանագծին վերջն արդեն անդունդի եզրին եւ նա գնացել է այսինքն ինքը ասել է եթերով է ասել մահ կամ ազատություն ու մահը հնարավոր է նաեւ այս վիճակը որ իրեն իսկ օրինականությունը Տիկին Ռուզաննա ինչ օրինականություն պարոն Ղազարյան ինչ օրինականության մասին է Եթե խոսքը դիմացի հետ խախտում է դու ես խախտում Դու ինչով ես տարբերվում դիմացինից Դիմացինը չի խախտում դիմացինը ամենաթողության վիճակում ասում են դիմացինը ենթադրենք Եթե դու ես նույն ձևով վարվում տարբերությունը ո՞րն է Եթե բոլոր օրենքներով պայքարում են իրանց դեմ ու այդ պայքարի չենք հասնում Ինչ էր մնում անելու Շանթին Հա Հայաստանում շատերն են խոսում իմիջիալոց հեղափոխության մասին ուղղակի ասում են դե միգուցե պահը չէր հասունացել Որն էր պահը երբ որ արդեն վերջնականապես կորցնենք երկիրը
Ինչ օրինականության մասին է խոսում, երբ որ այսօր ամեն րոպե օրենք խախտվում։ Ի որ օրինականության մասին։ Այսինքն ուզում եք ասեք իրենք օրենքով են գործել, շանտնել անօրեն, չէ, ես այդպես չեմ կարծում։ Ես ասում եմ, թե դիմացինը անօրեն է գործում։ Դու նույնպես անօրեն ես գործում, արդարացնելով իրենց անօրենությունը։ Տարբերությունը ո՞րն է ձեր մեջ։ Չէ, նա անօրեն չէր գործում։ Հեղափոխությունները բոլոր ժամանակներում է լինում են այդպես։ Որ մի հեղափոխություն է, բացառությամբ ասենք, հա, մի քանի հեղափոխություն, որոնք հետխորհրդային շրջաններում եղավ, եւ նա ասում էր, եթե իրենք կհասկանան, կգիտակցեն, որ պետք է հեռանան, ավելի լավ կլինի այդպես ասած վարդերի կամ գունավոր հեղափոխության նման։ Եթե չէ, պետք է գնալ ու ես կոչ չեմ անում անպայման բռնության։ Եվ ինքն էլ կոչ չէր անում բռնության, բայց այսպես թե այնպես երկիրը, եթե ըստ Շանթի, եթե երկիրը կանգնած է կործանման առաջ, այստեղ օրենքուր է։ Ինչ օրենք։ Տեսեք, լավ, գնանք առաջ։ Տեսեք, երբ որ դուք ասում ես, այ իշխանությունը վատն է, նրանք անօրինականություններ ունեն եւ այլն, ընտրությունների միջոցով քաղաքակիրթ ձևով իշխանություն փոխել հնարավոր չի, հա։ Դա պատմում է մեր 23 տարվա պատմությունը։ Դու ասում ես ուժի դեմ ուժ, հեղափոխություն եւ այլն։ Այստեղ սարսափելի մեծ է պատասխանատվությունը, որտեղ կարող լինեն զոհեր, արյուն եւ այլն եւ այլն։ Նա այդ պատասխանատվությունը գիտակցում էր։ Հեղափոխությունը շոկում է զոհեր։ Դրա համար առաջին հերթին ինքը գնաց։ Այնպես չէր, որ օրինակ մարտի 1-ին ստեղծվեց մի իրավիճակ, երբ որ անիմաստ զոհեր ունեցանք։ Իմիջիայլոց մարտի 1-ին Շանթը եղել է այդտեղ, միակ օրը, այն էլ կրակոցներից հետո հայտնվեց այնտեղ ու էլի գիտեք ձերբակալվեց, 1 տարի պահվեց, հոգեբուժարան եւ այլն այդ ամեն ինչի միջով անցավ։ Մարտի 1-ին այնտեղ մարդիկ կան, երբ որ ասում են գնացեք տուն, նրանք հոնքուր տղամարդիկ լաց են եղել։ Մենք այստեղ դուրս չենք եկել ինչ որ մարդկանց համար, մենք դուրս ենք եկել մեր արժանապատվության համար։ Ու այդ մարդիկ գնում էին մինչև վերջ, այդ հեղափոխություն, հեղաշրջում, ոնց կուզեք ասեք, այդ իրականացնելու։ Կան մարդիկ, ուղղակի հա, ես չեմ ժխտում, որ կարող են լինել զոհեր եւ այլն, բայց զոհերից վախենալով մենք այսօր չունենք զոհեր, անմեղ զոհեր չունենք։ Շատ անմեղ զոհեր ունենք, որոնց նույնիսկ հենց բանակում, հենց մեր մեջ քաղաքացիական կյանքում, բայց դրանց պատասխանով ով է տալու։ Զոհեր են լինում, որոնց իրական մեղավորները չեն էլ ենթարկվում պատասխանատվության։ Այսինքն դու նայենք այդտեղ, որ երբեք երկիրը պետք է չպատերազմի նույն տրամաբանությամբ, ինչ թե զոհեր չլինեն։ Բոլոր ժամանակներում եղել են այդ զոհերը, բայց Շանթը այն տեսակն է, ինքը իր մարդկային կերպարը այնպիսին էր, որ երբեք չէր թողի անիմաստ զոհեր լինեին։ Ինչը եղավ մարտի 1-ին, եղան անիմաստ զոհեր։ Եվ ինքն էլ առաջին գիծ էր գնալու։ Իհարկե դա շատ վատ կլիներ, որ զոհեր լինեին, դա իրոք մեծ պատասխանատվություն է, բայց մեկ անգամ գոնե պետք է այս երկիրը ազատագրենք։ Ռուսական լծից պետք է դուրս գանք, ըստ իրեն, դա լուծ է։ Մեզ համար իրականում լուծ է սա։ Եվ մենք չունենք անկախ երկիր այսօր։ Բա, լավ։ Դիքեր Ռուզանա, շատ գնահատականներ են տալիս հենց ընդհանրական Շանթին, հա։ Մի մաս ասում է տերորիստ է, մի մաս ասում է ծայրահեղական է, մի մաս ասում է նա Չե Գևարան է, ազգային հերոս է, հեղափոխ։ Ձեր գնահատականը ինչպիսին է։ Հերոս է։ Իհարկե։ Գիտեք, այնպես չի, որ իմ ամուսինն է կամ իմ երեխայի հայրը, ես այդպես եմ ասում, բայց ինքն իր կյանքն էլ է այդպես ապրել, հերոսական կյանքով է ապրել, նա չափազանց ազնիվ է, մեծ արժանապատվությամբ, ու եթե այն արժեքները ինքն է կրում, ու ասենք մեր հասարակության մեջ, այդպես իր տեսակի մարդիկ կոնե մի քիչ լինեին, մի 5% լիներ, շատ չէ, հաստատ հասարակության որակն էլ կփոխվեր։ Իսկ այսօր մենք խոսում ենք արտագաղթի մասին, որ հա գնացին, բայց չենք խոսում մեր հասարակության որակի մասին։ Այս որակով լինեինք 10 միլիոն, ինչ որ հիմա կա, միևնույն է, մենք չենք ունենալ այդ պետությունը։ Այսինքն այստեղ մեր ժողովուրդը չպետք է արտագաղթի մենակ որ այստեղ սպառողներ լինեն։ Իրականում այստեղ հիմա ժողովուրդը որպես սպառող է հանդիսանում, էլ, այսինքն ոչ մի այդ պետություն չկա։ Եվ գիտեք ինչ, ասենք մարդիկ իրանց համար միևնույն է որտեղ կապրեն։ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, թե կապրեն սովետական, ասենք Հայաստանում կամ ռուսական Հայաստանում, չգիտեմ ոնց ուզում եք հիմա այդ բնորոշեք, բայց Շանթի համար միևնույն չէր։ Չէ՞ որ ես նորից ասում եմ, նրանք պայքարել են սերնդեսերունդ եւ ու այդ պայքարը նաև հիմա ցավոք շարունակվում է։ Դուք մի քանի անգամ շեշտեցիք, որ նրան տալի են հոգեբուժարան, այդպես լուրջ խնդիր կա Շանթի մոտ։ Ոչ, բացարձակապես։ Այդ դեպքում ինչու են տարել։
Ուրեմն մարտի 1-ին, չգիտեմ ինչի արդյունքում, հիմա տարել են, քանի որ մարտի 1-ին են տարել։ Այդ դեպքերով, հա, այդ նույն տրամաբանությամբ տարել են իրեն հոգեբուժարան։ Ինչպիսին է Շանթի առողջությունը։ Որքան գիտեմ, հացադուլից նա դուրս եկավ։ Հացադուլից դուրս է եկել, հա։ Դե ասում են լավ է, բայց մենք ոչ տեսակցություններ ունենք, ոչ հեռախոսազանգեր, փաստաբանի միջոցով ենք կապվում, սա էլ փաստաբանը տեսնում է, տեսակցում է։ Իհարկե, փաստաբանը տեսնում է, հա։ Այդ տեսակցությունների արգելանքի մասով էլ արդեն մեծ խնդիր է առաջանում։ Շանթը ըստ ինձ քաղբանտարկյալ է, որովհետև նա դուրս չի եկել, ինչ որ հանցագործություն չի արել, նրա պահանջները քաղաքական են եղել եւ նա հստակ ասել է, թե ինչ է ուզում։ Նրա ընկերներն էլ բոլորը քաղբանտարկյալներ են եւ ոչ խուլիգաններ, ինչպես փորձում են ներկայացնել։ Ուրեմն հենց առաջին օրվանից արգելանքների եւ տեսակցությունների եւ զանգերի վրա դրվեցին արգելանքներ։ Օրենքն է այդպես պահանջում։ Դա քննիչի որոշումն է։ Քննիչի որոշումն է, մինչ այժմ իրենք չեն հիմնավորել, թե ինչու են այդ արգելանքները դրվել։ Չեն հիմնավորել մեր բազմիցս բողոքները, երթերը, պահանջները ոչ մի կերպ չեն ազդում։ Ես էլի ասեմ, մարտի 1-ին ավելի բարդ իրավիճակ ունենք, զոհեր կային, այնտեղ վիրավորներ, անհամեմատ բարդ իրավիճակ, բայց մարտի 1-ին, երբ որ Շանթը կալանավորեց, մենք տեսակցում էինք իրեն։ Այդպիսի խնդիր չկար, զանգերի եւ տեսակցությունների վրա արգելանք չկար։ Խնդիրն ինչու՞մ է, որ հիմա պետք է լինի։ Նրանք բաց հրապարակային են գործել, բոլորը գիտեն, նույնիսկ ասել են, էս ունենք, բենզինի շիշ, որը չի էլ եղել։ Տեսել են, ոստիկաններն է կողքը կանգնած։ Հա, այդ ամեն ինչ, այսինքն այնպեսի չի եւ հետո իրենց գործողությունը որևէ անձի նկատմամբ չի եղել, որ ասենք ազատության մեջ գտնվելով նաեւ իրան կարող են վնասել կամ չգիտեմ, այսինքն կալանքնել որպես խափանման միջոց ընտրելը էլի սխալ է։ Մի խոսքով շատ Ձեզ հիմնավորել են ինչու չի կարելի նրան տեսնել, տեսակցել, խոսալ։ Ոչ։ Փորձել եք։ Չէ, ես անձամբ ինքը զանգահարել եմ քննչական խմբի ղեկավարին Սամվել Տոնոյանին, նա ասեց կարիքը կա, այդքան, կարճ, կոնկրետ եւ շատ կոպիտ։ Կարիքը կա։ Այո, այդպես է պետք է, երբ որ Շանթն արդեն 17-րդ, 16-րդ օրներ հացադուլի մեջ էր, ես զանգել եմ, խնդրել, գոնե որդուս 10 րոպեով թույլ տվեք հորը տեսնի, միգուցե այդ մարդը դա ինչ որ առիթ հանդիսանա, դուրս գա, միևնույն է, չէ, թույլ չտվեցին, բայց թե ո՞րն է պատճառը։ Այսինքն այնպեսի իրանք էլ գիտեն, որ Շանթի գործողությունները, իրանք մեզնից շատ ավելի լավ գիտեն։ Շանթի գործողությունները ինչ կար, դա էր։ Ոչ մեջքին ուժեր կան, շատ էլ ասում էին, բայ դիմակները, բայ էսի մեջ, չգիտեմ, ինչ որ աբսուրդ բաներ են խոսում։ Ես նորից եմ կրկնում։ Որդին էլ չի տեսակցել հորը։ Ոչ մեկը, եւ ոչ միայն Շանթի, մեր բոլորին։ Այս գործով բոլոր ձերբակալվածները։ Նա մեկուսացան մեջ է գտնվում, թե ոչ։ Արտաքին աշխարհում հեռուստատեսություն, ինտերնետ։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Ինտերնետ չի թույլատրվում։ Հեռուստատեսություն կարծեմ այնտեղ կա, բայց ինտերնետ չի թույլատրվում։ Հեռախոս չկա։ Այսինքն արտաքին աշխարհից կտրված։ Այո։ Հենց նաև սա հոգեբանական ճնշում է առաջին հերթին կալանավորվածներին, երկրորդ հերթին նաև մեզ, նաև մեր իրավունքն է այստեղ ոտնահարվում, թե ինչի չեն կարող անչափահաս երեխաները կամ մենք տեսնել մեր հարազատին, այդ երկու, եւ այստեղ մի կարևոր հանգամանք է կա, դա հոգեբանական ճնշում է նաև հասարակության նկատմամբ։ Եվ լուրջ հոգեբանական ճնշում, որ այ հենց այսպիսի մի փորձ ազատության կամ դուք ինքնուրույն ինչ որ մի բան փորձեք անել, անպայման ձեզ կհասցնեն միջև հոգեբուժարան, միջև կմեկուսացնեն ձեր հարազատներից ու վախի մթնոլորտը, որը ինձ թվում է այնքան էլ քիչ չի Հայաստանում, այդ վախի մթնոլորտը ավելի է շատանում ու սրվում։ Ինչպես է երեխան Շանթի։ Նորմալ։ Որը գտնվում է ժամանակահատության հրապարակում իր հետ։ Դե ինքը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել, ամբողջ գիշեր մեզ պահեցին ոստիկանությունում, եւ երբ ես ասեցի, բա երեխային բժշկական օգնություն, հետազոտություն է պետք, բան պայման մենք տեղեկան կտանք, ինքը ուզած, չուզած պետք է գնա հետազոտվի, բայց մինչև այսօր ոչ մի հետազոտություն։ Այսինքն իրանց մի քերծվածքը դա ամբողջ աշխարհով բարձրաձայնում են, բայց մինչև հիմա երեխային ոչինչ չեն արել, ավելին ասեմ, ոստիկանություն են մեզ կանչել, հաշվառում են երեխային, ճնշում են գործադրում նաև ուսուցիչների վրա, դասընկերների վրա, դպրոցներ են կանչում են ոստիկանություն,
Դեկտեմբերի 10-ին որդուս ընկերը ուղակի իր հետ իջել էր քաղաք այդ Ազատություն հրապարակում երթեր կազմակերպում, գիտեք, մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Դա ոչ մի ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության օրն էր։ Ընկերը իջել էր եւ նրա հորը այսօր կանչում են ոստիկանություն, այսօր չէ մի քանի օր առաջ։ Ինչի համար։ Դե ոստիկաններից դե ճնշում են, ուր եք գնում, իմ ասում են, որ քո որդին իրավունք չունի մասնակցել երթերի, ես ասում եմ ինչու։ Իմ հետ գնում է որ երթերին ինչ իրավունք չունի։ Իրավունք չունի թռուցիկներ բաժանել, ինչու իրավունք չունի բաժանելու թռուցիկներ։ Ոստիկանների գործողությունները շատ ես չգիտեմ, որակումներ չեմ կարող գտնել։ Նախ այդ քաղաքացիական հագուստով անընդհատ հիմա Շանթին ասում են ոստիկանության նկատմամբ բռնություն է կիրառել, բայց ինչ ոստիկան, երբ որ նա եղել է քաղաքացիական հագուստով առանց տարբերանշանի եւ չի ներկայացել որպես ոստիկան։ Դե դա էլ հարցը, դրանք ոստիկաններին թե չէ։ Դե հիմա այդ նկատում իրավապահ։ Դե իրավապահ, բայց ախր հենց այդ եմ ասում էլի, որ իրենք ազնիվ չվարվեցին։ Ախր չէ որ Շանթը ազնվորեն հայտարարեց ոստիկաններին, խնդրում եմ այդ պրովոկատորներին, սադրիչներին դուրս հանեք մեր մեջից, այլապես հենց երթի մեջ իր խոսքերն եմ կրկնում, լղկել եք։ Ախր անընդհատ չի կարելի էլի, նա շատ անկեղծ արել այդ ամեն ինչը ու ազնիվ։ Իրեն նկատմամբ է պետք է այդպես պահեին։ Կամ հենց ի սկզբանե թույլ չտան երթն իրականացնել, ի սկզբանե հավաքելով այդ փայտերն ու պայթուցիկները, կամ էլ թույլ տալուց հետո չպիտի այդպես սադրեին։ Գերուզանա, երթ եղավ, ցույց եղավ, ինչ շարունակություն եք դուք տեսնում։ Չեմ կարող ասել, այդ արդեն մեր ժողովրդի այսպես ասած ինչ էին պահանջում ցուցարարները, երթի մասնակիցները։ Պահանջում էին տեսակցությունների թույլտվություն եւ պահանջում էին քաղբանտարկյանների ազատություն։ Հնարավոր է դուք սկսեք զբաղվել քաղաքականությամբ։ Ոչ։ Կամա ակամա։ Ոչ, քաղաքականությամբ չեն զբաղվում, դա լինում է քաղաքական, այսինքն քաղաքականությամբ զբաղվելու համար բավական քաղաքական այդ նյութեր պետք է ունենալ։ Դիլետանտություն պարտադիր չի։ Դե ես էլ չեմ ուզում այդ դիլետանտներից լինել։ Շանթը որ զբաղվում է քաղաքականությամբ, ինքը բավականին պաշար ունի դրանով զբաղվելու համար։ Ես քաղաքականությամբ հաստատ չեմ զբաղվի, ուղղակի ակամայից հայտնվել եմ այնպիսի իրավիճակում, որ նրան պաշտպանելու, նրա ընկերներին պաշտպանելու համար հայտնվել եմ ձեր տաղավարում։ Սա իմ տեղը չի, սա Շանթի տեղն է, այդ տաղավարները Շանթի տեղն է։